5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Բարի հանդիպում, սիրելի բարեկամ։ Մենք Պլուպուղուն արդեն որոշ չափով ճանաչում ենք։ Գիտենք, որ նրա անվան շուրջ ստեղծված են բազում զրույցներ։ Նրա մասին գրելը ճշմարտության մասին գրել էր նշանակում։ Ուստի յուրաքանչյուր ստեղծագործող բանահավաք ձգտում էր իր ստեղծագործություններում անպայման ունենալու այդ ոսկեհատիկը։ Այսօր միասին կիմանանք, թե ինչպես հանդիպեցին Սերո Խանզադյանն ու Պլուպուղին։ Սերո Խանզադյանը գրում է. Գիշեր էր, երբ նա այցի եկավ ինձ։ Եկավ երազում, թե իրականից։ Հավանական է, երազում։ Չեմ թաքցնում, երբ նա երևաց գյուղական ուսուցչից անշուք խրճիթում։ Ես վախեցա։ Բարձրահասակ էր, նիհար ու ձիգ, կարծես քիչ առաջ կուլ էր տվել իմ բահի կոթը, որով հող էի փորում պարտեզում։ Կանգնեց դիգ, քիթը մեծ էր, դեղնած բադրիջա, որի ծայրը իշախառուկ միջատը երկու տեղից ծակել էր, բարակ երկար բեղերից մեկը վեր, մյուսը ցած։ Դե տղաս, ես եկա, ասաց նա։ Նրա ձայնը ոչ կոշտ էր, ոչ փափուկ, ոչ մտերիմ, ոչ էլ հանդիմանող, նշում է Խանզադյանը։ Ու հիշում, ահով պատասխանել է, որ նա իր պապը չէ, իսկ խորհրդավոր անծանոթը նրան ասել է, որ եկել է իր կանչով եւ ինքը Պլուպուղին է։ Խանզադյանը ոգևորությամբ է գրում. Ահ, ուրեմն դու Պլուպուղին ես, հա? Ինչ ցանկալի հանդիպում։ Ես քեզ վաղուց գիտեմ, սիրելի Պլուպուղի։ Դեռ երեխա էի, երբ հանգուցյալ հայրս ամեն օր մի քանի անգամ տալիս էր քո անունը։ Բայց ոչ միայն հայրս, մեր գյուղի տղամարդիկ, նրանք, ովքեր շատից քչից խելք ունեն, օրը մի 10-12 անգամ տալիս էին քո անունը։ Ես նույնիսկ հիշում եմ, թե դու որտեղ ես թաղված, ուղի ապեր։ Խանզադյանը հիշում է այդ պահին Պլուպուղու կիտած թավ հոնքերը։ Որտեղ հարցին Խանզադյանը պատասխանում է ու ակամա ասում նաև. Մեռած ես, մեռածը դու ես, երազում պատասխանում է Պլուպուղին։ Խանզադյանը ներողություն է խնդրում եւ առաջարկում նստել ու նրան հյուրասիրում է Ղարաբաղի հաց ու մոթալի պանիրով, որ ուղարկել էր Ղարաբաղի իր ընկերը։ Նրա հոգին թնդում էր, ախր իր հյուրն էր Ղարաբաղի պարծանք, հռչակավոր առակախոս Պլուպուղին։ Երբ հետ եկա, նա չկար։ Գրում է նա ու հիշում, որ դա եղել է 1935 թվականի նոյեմբերի 24-ը։ Իր իսկ վկայությամբ այդ երանելի գիշերվանից սկսած Պլուպուղին մնաց նրա հոգում։ Նա սկսեց շատ հաճախ վերհիշել Պլուպուղու առակները, զվարճախոսությունները, որ լսել էր գրեթե օրորոցից։ Ու հետո Խանզադյանը մի քանի անգամ եղավ Պլուպուղու ծննդավայր Հայոց Արցախ աշխարհում, համբուրեց նախնիների այն հողը, որ պարգևել է նաև հայկական եզոպոսին Պլուպուղուն։ Եվ այս հանդիպումից տարիներ հետո 1988 թվականին ծնվում է Պլուպուղի ժողովածուն։ Նրա ամեն մի պատում ճշմարտության օրհնաբեր խոսք է։ Իսկ հիմա ժամն է, որ դու հանդիպես նրան, սիրելի բարեկամ։ Օրանցոր տարանտար է, ուղու մաչին շուտանումա, մելիքին տեմիլյաս չրոթուն, հալա ավելի անտանելի ատրնում, հիբ վեր մելիք հանց գործեր արանում, վերավորոն ժողովուրդ է մաշկը կոտրումար, մելիք շարունակումա հակարակ բեներ անելը, Ղարաբաղը են 4 մելիքներ են դեմ, ու ամեն ինչև քյոմա գարանում, պանահեն են տղեն, ուրան պսեն, Իբրահիմին, խղճ պուղին, հինչ կար է անը, ուրան օժում մենակ խոսքնա, վերավ լհակար է մելիքին մի կպիկական շին է սրտը հուվանա, մին օզումա կլոխը ըզադ է, բայց մին էլ մտածումա։ Վեր հրանամ, հուվա մելիքին ըրծնեմ իր էսավը տլական, իմ զենքս, իմ ծեծաղս ու տնազսա, գոն է տանավ մի պատար հոպում տամ է տաշկծակ ու ամբարիշ մելիքին։ Հատետի դիլ խոր մտածմունքի մաչի արետորներ, էտորվա արևը հունց ծրավ է գերմիր լիսնիգյան էլ մար մտավսը, մելիք Շահնազարը պուղուն ասումա,
ասումըս գիտ կանում, դե բացածիր տսնամ արևն ու լուսնիգյան խետի ռենգիեն, բուղին դինջումը ասումը։ Արևը երկինքին տորննա, լուսնիգյան երկինքին ակուշկան, վերմինը գիրմիրումա մինը սվանում, էդ նշանակումա վեր հիրիշճակնեն ու սադանենքը կրվն սկսալ։ Պահինչու հետ իա տահանց կրևը։ Կուհուքուտ հետ է, մելիք, մի հենք անց արդեն կրվա կզետ է։ Հիրիշճակնեն ոզում են կուհոքի կցին սադանոց կողքը, տժողք։ Էդ սադանենքն էլ ոզում չեն քեզ ընդղտղտան։ Էդ սադանենքն ասում են մուկ կոշտունք, մուկ տայիր էսը ոզում չենք տսնանք, տարեք տուկ պհեցեք։ Պահիրիշտակնեն խը ոզում չն ինստանին ուրանց կողքը տրախտը։ Որովհետև ոզում չն խայտարակ տնան ուրանց կողքը տնքանդի տնելակ։ Ուրան ազգեն տոնը քնդող են, վեշ մինը ոզում չտեսնա։ Լող վախուման վեր քանդողը շտղելինի քնդելականա։ Վերդիա թող սադանեքը հոգ ու ստար տնան, ուրան քուտիըն։ Դե տես ինչա վեր սադանենքն էլ չնոզում։ Վախում են վեր ուրանց տոնը տժող կնել կքանդիս, ըշկրնեն տսած անն վախում։ Դե եկ մի պեն էլ պատմինք։ Վերսուսին հալան նոր պնահեն ձերքիար կուղուն մի նոր տսնումա։ Վեր կղակ են ճիրվեն աշինելի հետի քարերը վիրթին պտերան ըմպիրում։ Մուտան մամելիք շանազարին ու ասում։ Մելիք հաղա, գիդունս լավ ջուրինելի հետի հինչա հարկավեր։ Մելիքը օնք է երակաշում թա, դե հինչ լավ ակն պիտի ճարես վեր պնդել ըվազան սարկիս։ Դուզ ես ասում, բայց վեր էդ ըվազան էդ քարերը բերթին քարեր անինի։ Վերը պհելի հետ է, վերին իրակ կուպապերիտ արյուննա, էդ ջուրը վեշ մինին ծարավնել անց չկցնել, հալայելացնե խղտելականա։ Մելիքը կզնված ասում է, դեպա բոլալի, էլի կենգյատներ ավըտ զբաղվում, քարը ջուրը ջուր, էլ ինչս հնարում։ Դուզ ես, քարը, բայց քարերը հիշողություն ունին, հիշողությունն են դիպենա, վերվեշ մի վաղ ցույց չանում, կորչուչ։ Իսկ դուք սիրելի երեխաներ, ինչ եք կարծում, ինչ եղավ հետո։ Այդ ավազանը տարիներ անց փլուզվեց, քաղաքի ջրերը երկար ժամանակ աղոտ մնացին, ասես հողը չէր ուզում հաշտվել դավաճանության հետ։ Ձեր կարծիքով հողն ու ջուրը իսկապես հիշողությունն է։ Ես մտածում, վեր ուրանք լավնել են ուրանց սրտումը պահում փիսնել։ Ես էլ եմ հավատում վեր հիշողություն ունին, ու լավ ընտլական փիսին փիս։ Ես արդեն գիտում, վե Արցախը 10-րդ նահանգն է, ու տա էլ են հիշում մեր քարերը։ Արցախն էլ 12 գավառ այլել, էդ էլ մեր ջիրերն են հիշում ու լուղջին պատմում։ Այո, սիրելիներս, այսօր մենք ծանոթացանք դրանցից 6-ին։ Մյուս հաբանդի, բայիրիքի, բերթաձորի, մեծարանքի, մեծ կվեքի, մուխանքի, իսկ հիմա ույս 6-ը ճանաչենք։ 7-րդ գավառը Հարճլակն է, որը գտնվում է Շիշի գորիս ճանապարհի եւ Հակարի գետի միջև։ Ներկայիս Բերձորի շրջանի զգալի մասը մտնում էր այս գավառի կազմի մեջ։ 8-րդը Պիանքը ընդգրկում է Արցախի դաշտավայրային հատվածը։ Մագար Բախուդարյանը նշում է, որ այն վաղուց հայաբնակ է, բայց հայկական հնություններն իսպար անհետացած էին մամեդական բնակիչների ձեռքով։ Մյուս գավառը Պասկոնքն է, որը հիմնականում զբաղեցնում է Արաքսի առափնյա շրջանները։ Հուստի է 10-րդ գավառի անունը, որն ընդգրկում է Ախնջի գետից մինչև Աղստև ընկած տարածքը, որն այժմ Ղազախի շրջանն է։ Փարնեսը մյուս գավառը փրված է Շամքոր գետակի, Գեղամա լեռնաշղթայի գագաթնագծի շարունակության, Ախնջիի ափերի եւ դաշտաբերանի միջև։ Միջնադարում Կուստի եւ Փարնես գավառները ընդգրկված էին Փարիսոսի կազմում։ Եվ վերջին գավառը Պողթը, Շամքոր եւ Մուտակ գետակների միջնադարածն էր ընդգրկում, ներառելով այժմյան Դաշկեսանի շրջանն ամբողջությամբ։ Ինչպես տեսնում եք, ծանր հիշողություններ են վիճակվել մեր տարեգին ու վկայվել մեր քարերի։ Ու նրանք միշտ վկա էին մեր կորուստներին, տարածքների հատմանն ու օտարացմանը,
բայց եւ հիշում են ու հորդորում հավատալ, որ մի օր 10-րդ նահանգ Արցախը նորից կլինի իր բոլոր գավառների տերը։ Փուղու հորդորը մեր հավատն է, հիշողությունը ապրելու կամք է։ Պենտ կացեք, տեմպ կացեք։